Սիրելի ժողովուրդ, հեր ինչ որ սկսվեց Իսրայելա-Պաղեստինյան այդ սրացման առումով դա Վլադիմիր Պուտինի վերջի խելագար քայլն էր, որի համար ինքը թանկ է վճարելու։ Վլադիմիր Պուտինը անցած տարվա մարտ ամսից, երբ հասկացավ, որ 3 օրում Կիևը գրավել չի կարողանալու, սկսեց տարբեր տեսակի շանտաժների միջոցով փորձել Ուկրաինային, Արևմուտքին, բանակցային սեղանի շուրջ նստել ստիպել եւ Ուկրաինային ստիպել գնալ տարածքային զիջումների խաղաղության դիմաց, ինչպես արեց այս վիժվածքի պարագայում։ Սկզբում դա գազային շանտաժներ, հետո ցորենի շանտաժ, հետո միջուկային շանտաժ, եւ երբ որ այդ բոլոր շանտաժները իրենց ազդեցությունը չունեցան, ինքը դիմեց այս քայլի։ Այո, Համասի մեջքին կանգնած է եղել Վլադիմիր Պուտինը, որովհետև Համասի ղեկավարները 2022 թվականի մարտին եւ սեպտեմբերին եղել են Կրեմլում եւ հանդիպել են Լավրովի հետ, որովհետև Համասի ձեռքերում հայտնվել է ուկրաինական ճակատում տրաֆեյնի զենքը ամերիկյան արտադրության, որովհետև Համասի այս հարցակումը ձեռնտու էր Կրեմլում թե արևմուտքի ուշադրությունը շեղելու առումով եւ թե նավթի գները բարձրացնելու առումով եւ այլն, եւ հիմա բազմաթիվ ապացույցներ են գալիս, մասնավորապես այն, որ Համասը նպատակ ուներ գերեվարել Ամերիկայի քաղաքացիների, որոնք հետո պիտի երկարուձիգ բանակցությունների արդյունքում խաթարեն Ռեյգանի, Բայդենի վարկանիշը եւ այս կերպ նաեւ Վլադիմիր Պուտինը միջամտում է ԱՄՆ սպասվող նախագահական ընտրություններին եւ այլն, փաստերը շատ են եւ իհարկե նաեւ Թուրքիան է շահագրգռված այդ G20-ի ճանապարհները չեղարկելու, այդ ստորագրված այդ պայմանագիրը չեղարկելու, բայց հիմնական շահագրգռված կողմը Կրեմլն էր եւ Վլադիմիր Պուտինը։ Եվ սա լավ է, որովհետև սա առաջացնելու է երկու պատասխան Արևմուտքի կողմից եւ Կրեմլի էլիտայի կողմից։ Արևմուտքը հասկացավ, որ բոլոր չարիքների հետևում կանգնած է մեկ մարդ, լինի դա Ուկրաինա, լինի դա Իսրայել, լինի դա Կովկաս եւ այլն։ Եվ Արևմուտքը հիմա շատ ավելի կտրուկ քայլերի կդիմի Պուտինյան ռեժիմը տապալելու համար։ Եվ երկրորդը, Պուտինի շրջապատը հասկացավ, որ իր այս խելագար քայլով Պուտինը այրեց բոլոր հնարավոր կամուրջները թե իր համար, թե կրեմլյան էլիտայի համար։ Եվ պատահական չի, որ արդեն ռուս վերլուծաբանները ասում են, որ Պուտինի էլիտայի այն հատվածը, որը նպատակ ունի հրաժարվել Պուտինից, որպեսզի փրկեն սեփական կաշին եւ ունեցվածքը, ժամանակ ունեն մինչև նոյեմբերի վերջ։ Ինչու՞։ Դեկտեմբերի սկզբին սպասվում է, որ Կրեմլը պաշտոնապես կհայտարարի Վլադիմիր Պուտինի մտադրության մասին եկող 2024 թվականի մարտին նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դնելու համար։ Եվ Պուտինի էլիտան լավ է հասկանում, որ եթե դա տեղի ունեցավ եւ Պուտինը վերընտրվեց նախագահի պաշտոնում, ինքը կշարունակի պատերազմը, Ռուսաստանը այնուամենայնիվ ունի որոշ ռեսուրսներ պատերազմը 1-2 տարի շարունակել, Պուտինը կշարունակի պատերազմը երկու պատճառով, նախ որովհետև պատերազմը նրա համար միակ ելքն է պահպանել սեփական կյանքը եւ աթոռը, եւ երկրորդ Պուտինը կշարունակի պատերազմը առնվազն մինչև 24 թվականի նոյեմբեր, հույս ունենալով, որ Թրամփը կվերընտրվի եւ կդադարեցնի օկուպացիոնը Ուկրաինային եւ նրա կհաջողվի ի վերջո հաղթել Ուկրաինային։ Իսկ դա նշանակում է, որ էլիտան ժամանակ ունի մինչև նոյեմբերի վերջ։ Նաեւ Պուտինյան էլիտան հասկանում է, որ եթե մոտակա շաբաթների ընթացքում Զապորոժիայի ճակատում լինեն անդառնալի իրադարձություններ, ճակատը փլուզվի, ապա ջղայնացած, զայրացած, զինված այդ
ամբողը կգա Մոսկվա եւ կանի այն ինչ արեց 1917 թվականին, որը էլի չի բխում Պուտինի էլիտայի այդ հատվածի շահերից։ Ինչու եմ ես այս ամեն ինչը մանրամասն խոսում։ Մենք պիտի հասկանանք մի բան. Հայաստանը զավթված է եւ Հայաստանի փրկությունը մեծապես կախված է գերտերությունների որոշումից, մեծապես կախված է նրանից, թե որքան շուտ կտապալվի չարիքի կայսրության պուտինյան ռեժիմը, որովհետև այնուամենայնիվ մեր ժողովուրդը հասկանում է, որ պուտինյան ռեժիմը ունակ է ամեն ստոր քայլի, եւ այս ոստիկանները, որ անցած շաբաթ ծեծում էին ցուցարարներին, անում էին դա պուտինյան ռեժիմի եւ իր այստեղի սպասավոր Փաշինյանի դաբրոն ունենալու պատճառով։ Այնպես որ զարգացումները ի նպաստ մեզ են, զարգացումները նաեւ հուշում են, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացմամբ սկսվել է մեծ մերձավոր արևելքի վերաձևման, վերաֆորմատավորման երկար ու ձիգ գործընթացը, որը ավարտվելու է որոշ պետությունների մասնատմամբ եւ որոշ պետությունների հակառակը ընդլայնմամբ եւ նույնիսկ նոր պետությունների առաջացմամբ, ինչպես օրինակ Քրդստանը։ Մենք դա կտեսնենք շատ շուտով, դա մոտ ապագայի հարց է։ Եվ հենց այդ ժամանակ հայկական հարցը ԱՄՆ-ի եւ Արևմուտքի համար կդառնա հզոր գործոն, հզոր գործիք Թուրքիան մասնատելու, թուրքական գործոնը զսպելու համար։ Իսկ որպիսի Արևմուտքը դա անի, Արևմուտքը պիտի Հայաստանում հենվի այնպիսի քաղաքական ուժի վրա, որը ջատագովն է ոչ թե 29800 քառակուսի կիլոմետրի, այլ 164000 միջազգայինորեն ճանաչված Հայաստանի ինքնիշխան տարածքի։ Արևմուտքը կարիք ունենա Հայաստանի ղեկում տեսնել այնպիսի քաղաքական ուժ, որը ջատագովն է Վիլսոնյան իրավարար վճռի, որքան էլ Հրաչյա Արզումանյանը համարի, որ Վիլսոնյան իրավարար վճիռը լոկ ինչ-որ թղթի կտոր է, գլուխը պատով են տալիս բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Վիլսոնյան իրավարար վճիռը հեքիաթ է, եթե այն լիներ հեքիաթ, այդ հեքիաթից այդքան չէին վախենա ոչ թուրքերը եւ ոչ էլ ադրբեջանցիները, եւ չհամարձակվեք սրանից հետո հայ ժողովրդին ստելով կերակրել եւ գլուխները հարթուկել, ինչ անուն էլ դուք ունենաք, արևմտամետ, եվրոպամետ, թե փորձագետ, թե չգիտեմ ինչ զահարմար, Վիլսոնյան իրավարար վճիռը չունի վաղեմության ժամկետ եւ գործում է հավերժ։ Շատ շուտով Արևմուտքը, եթե շախմատային լեզվով խոսենք, Գարեգին Չուգազյանը շատ է սիրում շախմատ խաղալ, ապա Արևմուտքը անելու է ձիով քայլ։ Եվ այդ քայլը մենք շատ շուտով կտեսնենք։ Կա արդյոք Հայաստանում քաղաքական ուժ, որը ջատագովն է Վիլսոնյան իրավարար վճռի։ Երեք փորձից գուշակեք, թե որն է այդ ուժը։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։